Պարզ բարեր սիրում եմ քեզ, թող հնչեն անվերջ։ Հիշեցիք։ Հարցնում են կներեք դուք Անի Ամիրյանն եք։ Ես ասում եմ դուք ո՞նց եք ինձ հիշում։ Ժամանակին Ամիրյան ազգանունը արդեն կանաչ քարտ է։ Այո։ Ես երբեք չեմ ձգտել, ասեմ, որ ոչ, բնավ Ամիրյան ազգանունը ոչ մի կապ չունի ինձ հետ։ Չէ։ Իհարկե կապ ունի։ Դժվար է պատկերացնել, որ 2018 թվականին նախարարներից մեկի ընտանիքում կար հեղափոխությանը կողմ մարդ։ Բավականին համարձակ գրառումներ նաև անում էր, ինչը շատերին զարմացնում էր, ոնց սա Անին է գրել։ Լեգենդներ էին պտտվում այդ ժամանակ, որ Անին եւ հորեղբայրը չեն շփվում, ինչպես կարողացավ Անին ուրանալ եւ այլն, բայց չի եղել նման բան։ Դուք այդ զգացողությունը ունեիք, որ ձեզնից երես դարձրեցին նաև ձեր ընկերները։ Այդ մարդկանց ոչ միայն շրջապատում եմ տեսել ես, ովքեր պահանջում էին հրաժարականը, այլ նաև մեր տանը համարյա տան անդամներ էին։ Մարթան քո եւ դերասան Ստեփան Ղամբարյանի աղջիկն է։ Դուք տարիներ շարունակ ամուսնացած եք։ Որպես կանոն կանայք երբ առաջին անգամ գնում են, դա լինում է ճիճ փոփոխության։ Ես չգնացի, որովհետև ես ասեցի վերջ։ Ես կարելի ասել մենակ էի ապրում։ Ստեփանը դժվար էր տուն գալիս։ Մտածում էի, չէ, ես չպետք է հանձնվեմ, այս ընտանիքը չպետք է հանձնվի եւ մենք պետք է պայքարենք։ Ստեփանը ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր ուսերին, պարզապես գալով եւ հայտարարելով, որ ինքը էլ չի ուզում ապրել ընտանիքում եւ չի ուզում կրել ճակերտներում հավատարիմ ամուսնու դերը։ Հիմա ես հասկանում եմ, որ ինքը ամենալավ բանն է արել ինձ համար, ամենամեծ նվերն է արել ամուսնալուծվելով ինձնից։ Բաժանվելու պահին դու դեռ սիրում էիր։ Այո։ Ինձ շատ դժվար է տրվել բաժանվելը։ Շատ կանայք ամուսնալուծության այդ դժվարին փուլը անցնելուց հետո շատ ավելի ամուր են կանգնում ոտքերի վրա, շատ են սկսում իրենց սիրել։ Ինչ փոխվեց, որ դու հիմա ավելի երջանիկ ես։ Ես չեմ սպասում։ Զուր տեղը, չսիրված չեմ։ Դու փորձել ես վերլուծել, թե ինչպես է ստացվում, որ զույգը այդպես սիրահարված, անդադար իրար է ձգտում, ու ինչ որ պահի այդ թելը կտրվում է այնպես, որ էլ չեն ուզում միասին ժամանակ անցկացնել։ Չեմ կարողացել գտնել։ Հիմա նոստալգիկ բում եմ անելու։ Ժամանակին դու եւ Ավետ Բարսեղյանը հանդիպում էիք։ Սիրավեպ էր, որի մասին բոլորը խոսում էին, բայց դուք ուղիղ երբևէ չեք խոսել այն մասին, որ հանդիպում եք։ Եղել է Սիրավեպ, որը վերածեց ընկերության, ու ես հիմա Անիի հետ, Ավետի կնոջ շատ մտերիմ եմ։ Life-room-ի գործընկերներն են Seven Stars Spa կենտրոնը, Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան, Vital Solar ընկերությունը։ Դու ինչի մաս։ Life-room-ում այսօր Անի Ամիրյանն է, ողջույն Անի։ Ողջույն Ամալա ջան։ Անի, ժամանակին դու բավականին ակտիվ գործունեություն էիր ծավալում որպես երգչուհի, որպես հաղորդավարուհի, որին հետևեց լռությունը, ու հիմա կարծես թե նորից քայլեր ես անում վերադառնալու քո գործունեությանը։ Նախ ինչու լռեցիր տարիներ առաջ եւ ինչն է, որ հիմա քեզ ստիպում է վերադառնալ բեմ։ Այդ տարիներին ես սովորում էի Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետում եւ ինձ համար լինել հայտնի, կարծես թե ինչ որ մոլուցքի պես ինչ որ բաներ։ Այսինքն այն տարիներին նաև լավ կհիշեք Երգեպետական թատրոնն էր ակտիվ գործում, ես բոլորին երբ փոքր էի 17-18 տարեկան, որ տեսնում էի անպայման գնում էի բոլորից ստորագրություն էի վերցնում։ Ինձ համար կարծես երազանք, նպատակ լիներ այդ երգիչ-երգչուհիների հետ լինել նույն բեմում։ Հիմնականում բուրըն գործունեությունը սկսեց ծավալվել արդեն դպրոցի վերջին զանգից, այսինքն երբ որ նկատեցինք, որ ես ինքս ինձ համար բացահայտում էի այդ տարիներին, որ ես ունեմ բավականին լավ ձայնային տվյալներ, այդպես սկսեց մեկը մյուսի հետևից ծավալվեց գործունեությունը, այսինքն ես հատուկ որևէ բան չեմ արել, ընդամենը ցանկություն եմ ունեցել մեծ լինել բեմում, լինել հայտնի, երգել, հարցազրույցների մասնակցել եւ այլն, հետագայում լռեց, որովհետեւ անգամ ես էլ հիմա որ ուզում եմ հիշեմ ինչի ես դադարեցրեցի իմ գործունեությունը, հստակ պատճառ չունեմ։ Հավանաբար դա երեխայի ծնունդն էր, հավանաբար նոր կյանքի սկիզբն էր, տարբեր առիթներ, հիասթափություններ փոքրիկ ասպարեզի շուրջ։ Ամեն ինչ մի տեսակ փոխվեց, բոլորը սկսեցին ակումբներում երգել, համերգային ծրագրերը նվազեցին։ Պետք էր ավելի լինել ժամանակի հետ քայլող, իսկ ես մի քիչ այդ ժամանակ չկարողացա
գնալ այդ ժամանակի հոսքի հետ հավանաբար եւ լռեցի։ Ինչ վերաբերում է, որ հիմա ուզում եմ վերադառնալ նորից երկարվեստ, ասեմ դա շատ բարձր է հնչում վերադառնալ, կարող եմ ասել ինչպես ստացվեց, որ նորից ես երգեցի։ Այդ օրը 2024 թվականի սեպտեմբերի 19-ին իմ ծննդյան օրը ես հասկացա, որ բոլոր մտքերը, երազանքները, նպատակները ի վերջո եթե ազնիվ են, ապա ի կատար են ածվում, որովհետև դա իմ կարծես երազանքը լիներ։ Ես մտածում էի, եթե ես էլի կյանքեր ապրեմ, այս կյանքում մի տեսակ կարծես չի պատկերացնում, որ կլինի նման առիթ ունենալ մենահամերգ, ապա ես անպայման կունենամ մենահամերգ եւ այդ մենահամերգին կերքեմ այս երգերը, որը երգեցի այդ համերգին սեպտեմբերի 19-ին։ Իսկ գաղափարը ինչպես ծնվեց։ Ծննդյանս առիթներ 40-ամյակը, առհասարակ ասում են 40-ամյակը չեն նշում, բայց ես ուզում էի ինչ որ մի ձև նշանավորվեր այդ օրը։ Գոլեկաներս ասեցին, իսկ գուցե երգես այդ օրը մեզ համար։ Միանգամից ծնվեց գաղափար, ինչու ոչ։ Ինչու ոչ ունենալ փոքրիկ համերգային ծրագիր, որտեղ կլինեն ներկա մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են ծնված օրվանից։ Կլինեն մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում անընդհատ ինձ ասել են «Անի դե երգի էլի, ինչի՞ չես երգում»։ Լավ, գոնե մի երգի, իսկ այդ օրը ունեին առիթ լսելու մի ամբողջ համերգային ծրագիր, որը եւ մենք իրականացրեցինք։ Ինձ այդ հարցում շատ օգնեցին եւ ընտանիքիս անդամները, եղբայրս, որքան էլ իմ հետ չէր ֆիզիկապես, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներից են, որ ամեն ինչով հնարավոր էր փորձում էր օգնել։ Ընկերուհիս, որ ամբողջ ադմինիստրատիվ աշխատանքը թագուհին վերցրեց իր ուսերին, ինձ մնաց միայն ստեղծագործական մասը ապահովել եւ այդ լավ տրամադրությունը, որը կարծում եմ կարողացա փոխանցել հանդիսատեսին։ Անի, բայց մենք մի համերգի մասին ենք խոսում, թե շարունակական ծրագրի, որովհետև ամիսներ առաջ մենք խոսեցինք ու ինձ մոտ տպավորություն ստեղծվեց, որ դու մտադիր ես ժամանակ առ ժամանակ կրկնել այդ համերգները։ Ի սկզբանե համերգը նախատեսված էր, որ պետք է մեկ անգամ լինի ծննդյան առիթին եւ ոչ թե նախատեսված էր, այլ ես այդպես էի կարծում, որ այդ օրը ինչ որ ձև կնշանավորվի եւ վերջ չի լինի էլ համերգը, բայց այդ օրը այնքան ջերմ էր հանդիսատեսը, չնայած որ մարդիկ էին ում ես էի հրավիրել, բայց ես բոլորի մեջ սենց կարծես ինձ տեսա ու ավելի սիրեցի, ավելի շնորհաշատ զգացի ինձ ու մտածեցի ինչու ոչ, ինչու չշարունակել այս համերգը, քանի որ բոլորը կողքից թե երաժիշտները թե հանդիսատեսը ասում էին, թե մարդիկ երբ լսում էին, որ եղել է նման համերգ, բոլորը գրում էին, իսկ բա մենք ինչի չենք իմացել այս համերգի մասին, մենք ինչի չկանք այս համերգին, ու հասկացա, որ եթե էլի առիթ ունենամ համերգը դնելու, կարծում եմ, որ կգամ, որովհետև չգիտեմ ինչու ինձ չեն մոռանում։ Ես դրսում ինչ որ խանութ եմ մտնում կամ օգտվում եմ շատ հաճախ երթուղայինից եւ նստում եմ, մոտենում են, հարցնում են, կներեք դուք Անի Ամիրյանն եք։ Ես ասում եմ դուք ո՞նց եք ինձ հիշում։ Շատերը ասում են մենք ձեր երգերի տակ ենք մեծացել, մենք ձեր երգերի տակ ենք սիրահարվել։ Շատ հաճելի է եւ կարծում եմ համերգը շարունակական կլինի, որովհետեւ այնտեղ երգեր են ժողովրդական ոճի, մի փոքր ավելի էստրադային ենք սարքել Սամվելի հետ Հովհաննիսյան երաժշտախմբի ղեկավարի, ով ջանք ու եղանք չխնայեց այդ օրը, որ հրաշալի անցնի համերգը։ Կարծում եմ մի քանի երգ ավել, մի քանի երգ պակաս համերգային ծրագրի մեջ կներառենք եւ կշարունակենք։ Ինձ անոնսի համար մի փոքր կտոր պարզ խոսքերը երկիր, եթե ես հիմա երկեմ, բոլորը YouTube-ը կանջատեն, այնպես որ Պարզ բառերը։ Պարզ բառերը։ Պարզ խոսքերը հիշում դիտեցին։ Պարզ բառեր սիրում եմ քեզ, թող հնչեն անվերջ։ Պարզ բառեր լոկ դու եւ ես, սկիզբ չունեն ու վերջ։ Հիշեցիք։ Ժամանակին շոու բիզնեսի կոնցեպտը շատ ուրիշ էր։ Մարդիկ պետք է կարողանային հասնել հեռուստատեսություն, որպեսզի իրենց խոսքը հասցնեին հանդիսատեսին։ Այսօր ամեն բան փոխվել է։ Ես իմ հաղորդման օրինակով էլ կարող եմ ասել, որ որևէ
TV թիկունքում չկանգնեց, պարզապես հաղորդումը ծնվեց եւ ինքն իրենով կայացավ։ Նույն կերպ շատ երգիչներ այսօր ծնվում են, իրենք իրենցով կայանում են եւ TV-ի համար դառնում են պահանջված դեմք։ Ժամանակին այդպես ուղակի հնարավոր չէր, որովհետեւ չկար համացանց եւ որևէ հարթակ, որտեղ կարելի է ասել քո խոսքը։ Իրականում դու աշխատասեր ես, իրականում դու տաղանդավոր ես, բայց ժամանակին Ամիրյան ազգանունը տպավորություն է, որ արդեն կանաչ քարտ էր։ Այո։ Ամիրյանները ունեին հարգանք, հեռուստատեսային ոլորտում մեծ գործունեություն էին ծավալում ու այս առումով ինչքանով քո ազգանունը եւ քո ընտանիքը նպաստեց քո հաջողությանը, որովհետեւ տես մի կողմից այդ տարիքում լինում է ցանկություն ապացուցելու, որ չէ, ես անհատ եմ, մյուս կողմից ուզես չուզես, ազգանունը նաև աշխատում է հոգուտ քեզ։ Ես երբեք չեմ ձգտել այդպես կայանալ ինչպես անհատ, ասեմ, որ ոչ, բնավ Ամիրյան ազգանունը ոչ մի կապ չունի ինձ հետ, չէ։ Իհարկե կապ ունի եւ ես շնորհակալ եմ իմ գեներին, շնորհակալ եմ հորեղբորս, որ կարծես այդ դեղին կանաչ քարտը տվել է այս ասպարեզում, բայց ասեմ, որ այդտեղ պատասխանատվությունը ավելի մեծ է։ Արմենին Ամիրյան շատ սիրում են, գնահատված է, սիրված է եւ կանաչ քարտով է ներկայանում։ Այդ դեպքում պատասխանատվությունը շատ-շատանում է։ Օրինակ ես մտածում եի, վայ, հանկարծ մի քիչ սխալ չերքեմ, հանկարծ ինչ որ հաղորդման մեջ սխալ չխոսեմ, այս չանեմ, հատկապես այն տարիներին, երբ մի քիչ թրծված չես, տարիների փորձ չունես, ավելի երիտասարդ ես, մինչև հաղորդման հյուր էի գնում, մինչև մտածում էի ինչ պիտի խոսեմ, ինչ անեմ, չնայած որ ինձ միշտ հեշտ է տրվել, ես այդպիսի խնդիր չեմ ունեցել, բայց Ամիրյան ազգանունը, հորեղբորս ֆակտորը ինձ միշտ շատ պարտավորեցրել է։ Այնպես որ ես միայն շնորհակալ եմ, երբեք դա ինձ չի խանգարել, հակառակը միայն օգնել է։ Բայց ամեն դեպքում ինչքանով հենց դա օգնեց քեզ քո ճանապարհին, որովհետև դες բացի պարտավորեցնող գործոնը նաև կա մի բան, որ հնարավոր է դու որպես անհատ այդքան գլուխ չկոտրեիր, այդքան չպայքարեիր եւ դռնեդուր չընկներ, որովհետեւ ձեր սերնդի շատ երգիչներ, երբ որ պատմում են, որ CD-ին ձեռքները դռնեդուր էին ընկնում, հիմա գուցե 20 տարեկան մեկը նայի ու մտածի CD-ին ինչ է, իսկ իրենք CD-ին ձեռքները մի հեռուստաալիքի դռնից մյուսն էին գնում, որպեսզի ուղղակի իրենց տեսահոլովակը ցույց տան կամ երգը ռադիոյով պատեն։ Դու այդ խնդիրը չես ունեցել ամեն դեպքում սա ինչքանով նպաստեց գործունեությանը։ Որքան էլ մենք բարեկամներ ենք, հորեղբայրս ինձ հորպես է, բայց մենք համատեղ փորձել ենք ստեղծել լավ պրոդուկտ, որը մեծագույն սիրով կընդունեն հեռուստատեսությունում եւ ռադիոյում։ Երբեք չի եղել, որ հոպարը ինձ համար ինչ որտեղ զանգի, ինչ որ բան խնդրի։ Պարզապես մենք փորձել ենք, ինչու եմ ասում մենք, որովհետև հորեղբայրս եւս ներգրաված էր, ես ամեն ինչ իր հետ քննարկում եմ, ես մինչև հիմա էլ եմ քննարկում, անկախ ասպարեզից, կլինեն իմ անձնական հարցերը, կլինեն գործնական ինչ որ հարցեր կամ առօրեական ինչ որ ծագող հարցեր, չէ, ունենում ես մարդկանց, ում հետ ամեն ինչ քննարկում ես։ Հորեղբայրս այդ թվում ես ամեն ինչ քննարկում եմ, ու ամեն ինչ չէ, այն ինչ որ Եվ մենք փորձել ենք ստեղծել լավ պրոդուկտ, որը չեմ կարծում որևէ խնդիր առաջացներ։ Մենք աշխատել ենք այդ ժամանակին Մարինե Թագակչյան, Մարինե Գյուլումյան, Ավետ Բարսեղյան, ովքեր որ ստեղծում էին բավականին լավ պրոդուկտ։ Հետևաբար այդպիսի խնդիր չեմ ունեցել, որ ինչ որ մեկին խնդրեմ, ինչ որ մի բան հեռուստատեսությունում կամ ռադիոյում հնչի, որովհետև իրենք եւս շահագրգռված էին, որ հնչեր։ Բնականաբար Արմեն Ամիրյանի ֆակտորը կար, պրոդուկտը լավն էր, Անին համեստ լավ աղջիկ էր։ Այդպես մեկը մյուսով կարծես եղել է։ Անընդհատ մտածում եմ, որ պատմական ժամանակահատվածում ենք ապրում, թեպետ հնարավոր է, որ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր փուլում, որ ապրում է, իրեն թվում է, որ պատմական ժամանակահատվածում է ապրում, որովհետև իրադարձությունները ամեն դեպքում շատ արագ զարգանում են, բայց երբ շոու բիզնեսում էլ նայում ես ինչ տրանսֆորմացիա ապրեց ընդամենը 10-15 տարում, չես կարողանում ընկալել, որ դա ընդամենը 15 տարվա պատմություն էր, բայց ամեն բան կարծես գլխի վայր շրջվեց, ու ոչ միայն
շոու բիզնեսյան կյանք ասվածը, համերգները, տուրերը ու այդ ամեն ինչը փոխվեցին, այլև մեր երկրում տեղի ունեցած շատ իրադարձություններ ազդեցին անհատների վրա։ Ամիրյանների ընտանիքում քաղաքական գիծը եւս բավականին լուրջ ազդեցություն ունեցավ։ Ես վստահ եմ, որ այս իրավիճակը նաեւ քեզ վրա է ազդել 2018 թվականի հեղափոխության ժամանակ, երբ շատերը պահանջում էին հորեղբորը Արմեն Ամիրյանի հրաժարականը, իր հրաժարականը պահանջում էին նաև մարդիկ, որոնք պիտի որ իր միջավայրից լինեին, իրեն հավանաբար ճանաչում էին աշխատանքից դուրս, իր գործունեությունը միայն քաղաքական մշակույթի նախարար լինելով չէր սահմանափակվում, այսինքն Արմեն Ամիրյանին որպես մշակույթի գործիչ ճանաչում էին, այնպես չէ, որ ուղղակի քաղաքական գծով էին ճանաչում, բայց այդ փուլը բավականին ենթադրում եմ, որ պիտի բարդ լիներ բոլորիդ համար, ու ինչ որ մի շրջան եղան մարդիկ, որոնցից կարծես երես դարձրեցին։ Դուք այդ զգացողությունը ունեիք, որ ձեզնից երես դարձրեցին նաև ձեր ընկերները։ Գիտեք, այդ մարդկանց ոչ միայն շրջապատում եմ տեսել ես, ովքեր այնտեղ պահանջում էին հրաժարականը, այլ նաև մեր տանը համարյա տան անդամներ էին։ Ինձ համար եւս դժվար էր այդ ամեն ինչը տեսնել, անցալել, որ դա այդպես է։ Ես ինքս հեղափոխության կողմ եմ եղել, որքան էլ որ կարող է տարօրինակ հնչի մի ընտանիքում, բայց մենք անկախ նրանից, որ մենք մի ընտանիք ենք, ունենք տարբեր տեսակետներ, տարբեր հայացքներ եւ երբեք չենք վիճում այդ հարցում ու փորձում ենք ներողամտորեն հասկանալով ամեն մարդ անհատ է ինքն է որոշում այդ պահը ինձ համար եւս կարող եմ ասել վիրավորական էր կամ տարօրինակ էր տեսնել նման բաներ, բայց դեք ես չեմ կարող այդ մարդկանց փոխարեն խոսել։ Ես չգիտեմ իրենք ինչ են զգացել այդ ժամանակ, որ գնացել են այդ քայլին, կանգնել են եւ գոչել են, որ Արմեն Ամիրյանը իջնի հրաժարակ։ Ես չգիտեմ ինչ են զգացել։ Գիտես, այստեղ հեղափոխությանը կողմ լինելու եւ չլինելու մասին չէ խոսքը, մենք այդ մասին էլ դեռ կխոսենք։ Ինձ ավելի շատ ապշեցնում էր վերաբերմունքը անհատի հանդեպ, որովհետեւ հեղափոխությունը դա ուրիշ հարց է, երկրում քաղաքական զարգացումներ կային, որոնք ժողովրդին հանգեցրել էին փոփոխությունների մեծ ցանկության։ Խոսքս ավելի շատ մարդկանց մասին է, կան մարդիկ, որոնց հետ ձեր շփումը դադարեց այդ իրավիճակից հետո։ Ոչ թե դադարեց, կարող եմ ասել, որ նվազեց կամ այո, քիչ ենք հանդիպում ավելի կամ չենք հանդիպում առհասարակ։ Ընդհանրապես կյանքը շատ փոխվեց։ Մարդ, որը ձեր ընկերներից էր, հետո պահանջում էր, որպեսզի Արմեն Ամիրյանը հրաժարական տա եւ գիտես, խոսքս առողջ պահանջի մասին չէ, խոսքս այդ փուլում նաև կային շատ պիտակավորումներ եւ այլն, այսինքն մարդ, որը այդ փուլում հանրային ձևով պիտակավորեց ձեր ընտանիքի անդամին ու մարդ, որին հետո նորից հանդիպեցիք։ Ինչպես է լինում շփումը ժպիտով։ Շփումը գուցե ժպիտով, բայց թե ինչ է լինում իմ ներսում, ինչ եմ ես զգում։ Ու ժպիտով չեմ ասում, այնպես ինչպես նախկինում։ Բայց ես կարողանում եմ շատ բաներ ցույց չտալ եւ բավարարություն ստեղծել, որ ամեն ինչ։ Ուղղակի ես ճանաչում եմ մարդկանց եւ այդքանով բաց եմ թողնում իրենց։ Չեմ քննարկում, չեմ քննադատում, չեմ դատում, չեմ գցում բռնում, մտածում, լավ ինչի այդպես վարվեց։ Այդպես վարվեց, որովհետեւ այդպես ճիշտ գտավ։ Չեմ կարող այդ հարցին տենց մի քիչ ավելի գուցե համապարփակ պատասխան տալ, որովհետեւ ես ընդհանրապես ընդունում եմ մարդուն այնպեսին ինքը կա։ Այո, դա սխալ էր, բայց ինչ նորմելով մեր քո իմ իսկ իր նորման գուցե այլ է։ Մենք չենք կարող պահանջել, որ այդ մարդը մեր պես մտածի։ Իսկ ինչ վերաբերում է հրաժարականին, եթե երկրում եղավ հեղափոխություն, Արմեն Ամիրյանը պետք է հրաժարական տար եւ դուրս գար ըստիս, որովհետեւ նա այլևս չէր կարող աշխատել հեղափոխությունից հետո։ Կաշխատեր իր հնարավորությունների սահմանում, այսինքն ինքը միշտ էլ աշխատել է։ Պետք չի որ պետական պաշտոնյա լինի, որ ինչ որ լավ բան անի երկրի համար։ Առհասարակ մարդը պետք պարտավոր չի լինել պաշտոնյա, որ ինչ-որ լավ բան անի։ Արմեն Ամիրյանը մինչև հիմա էլ եւ բարեգործություններ է անում, եւ լավ գործեր է անում, եւ դա չի խանգարում իրեն։
Դժվար է պատկերացնել, որ 2018 թվականին նախարարներից մեկի ընտանիքում կար հեղափոխությանը կողմ մարդ, բայց ձեր ընտանիքում այդպես էր, որ եղբայրդ, որին հորպես ես ընդունում, ինչպես ինքդ նշեցիր, մշակույթի նախարարն էր, դու կողմ էիր հեղափոխությանը, ընդ որում դու այդ մասին բավականին համարձակ գրառումներ նաև անում էր, ինչը շատերին զարմացնում էր, ոնց սանին է գրել։ Ես պարզապես ուզում եմ հասկանալ հոսանքին հակառակ գնալը, դա ինչ որ զարմանք է առաջացնում։ Մենք ընտանիքում միշտ եւ հայրս պատմաբան է, ինքը մի քիչ ուրիշ ձևով է վերլուծում ամեն ինչ, ու ինձ համար papan եզակի խելացի մարդկանցից է, ով կարողանում է ճիշտ մեկնաբանություններ անել, քանի որ ինքը միշտ նշում է, որ պատմությունը կրկնվում է, ասում է պատմությունը միշտ կրկնվում է, ես գիտեմ ինչից հետո ոնց է լինելու։ Այսպես մենք մեր ընտանիքով ունեինք մեր ձևաչափը, մեր պատկերացումները երկրի, պետականության մասին։ Արմեն Ամիրյանի ընտանիքը իր հորեղբորս։ Եվ մենք երբևէ խնդիր էս մասով մարդկանց մոտ տպավորություն է եղել, որ ինչպես է անին, ինչպես գրառումներ անում, ինչպես է համարձակվում քայլել, ինչպես եւ այլն, բայց այդ ամեն ինչ չի եղել թաքուն, այդ ամեն ինչ չի։ Ես հիմա էլ ունեմ իմ կարծիքը, որը գուցե չի համընկնում իմ հոր կարծիքի հետ, մոր կարծիքի հետ, հորեղբորս, բայց ես չեմ վախենում դա արտահայտել։ Ես գուցե հիմա շատ տեղերում լռեմ, չխոսեմ, բայց եթե իմ ընտանիքն է, то ես չեմ վախենում այդ մասին ասել։ Եվ մենք հասկանում ենք իրար, որովհետև մենք անհատականություն ենք։ Այդպես թեժ բանավեճեր չէին լինում։ Չէ։ Պապաս է մի քիչ թեժացնում սովորաբար, բայց հորեղբայրս այսպես հասկանալով ներողամտորեն, որ եղբայրը մեծն է եւ երևի քիչ թե շատ համակարծիք է լինում կամ չի ուզում վիճել, հիմնականում չեն լինում, բայց թեժ վեճեր, քննարկումներ, չխոսել, այդպես լեգենդներ էին պատտվում այդ ժամանակ, որ Անին եւ հորեղբայրը չեն շփվում, ինչպես կարողացավ Անին ուրանալ եւ այլն, բայց չի եղել նման բան։ 7 տարի անց շատերի ընտանիքներում հակառակ դրությունն է, հատկապես այն մարդիկ, ովքեր ժամանակին դեմ էին հեղափոխությանը, տարիներ անց ասում են, տեսակ ինչ եղավ։ Դու քեզ համար ինչ եզրահանգման եկար։ Ես չեմ ուզում այդ մասին խոսել։ Գիտեք ինչու, որովհետեւ ես գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ։ Ես նայում եմ ու ես հասկանում եմ, որ ես ոչինչ չգիտեմ։ Պատերազմը ինձ շատ կոտրեց, ոնց բոլորին։ Մեկին շատ քիչ, պատերազմից հետո ես լուռ եմ։ Ես չեմ ուզում խոսել այս մասին։ Ես ուզում եմ հարգել տղաների հիշատակը, բոլոր նահատակների եւ ուզում եմ լռել ու անընդհատ ասել, որ խաղաղությունը ամենակարևոր բանն է։ Ես իհարկե հասկանում եմ այն խառնաշփոթը, որ առաջացավ յուրաքանչյուր մարդու հոգում պատերազմից հետո, բայց մենք հիմա նաև շատ կարևոր կետում ենք գտնվում։ Լռելով մենք կարող ենք ոտքի կանգնել։ Չգիտեմ։ Ես գիտեմ, որ ես ոչինչ չգիտեմ։ Ամեն անգամ, երբ Իտալ Սոլարից ինձ ներկայացնում են իրենց նոր առաջարկը, թվում է, որ ավելի լավ բան մտածել հնարավոր չէ, սակայն ամեն հաջորդ անգամ իրենք միևնույն է ինձ զարմացնում են։ Այս անգամվա առաջարկը իսկապես ֆանտաստիկ է, քանի որ մարտի 1-ից մայիսի 31-ը ձեռք բերելով արևային կայան Իտալ Սոլարից, դուք կարող եք դառնալ այն 3 հաջողակ գնորդներից մեկը, որոնց արևային կայանի ամբողջական գումարը կվճարի Իտալ Սոլարը, անկախ նրանից գնումը կատարվել է կանխիկ թե ապառիկ։ Եթե դուք այս 3 գնորդներից մեկը չլինեք, միևնույն է կարող եք օգտվել լավ առաջարկից, քանի որ Իտալ Սոլարը վճարում է ապառիկի առաջին 3 ամսվա գումարը ձեր փոխարեն, այնպես որ զանգահարեք 8128, ձեռք բերեք ձեր արևային կայանը եւ մոռացեք էլեկտրաէներգիայի ամսական վճարների մասին։
Եթե որոշել եք անցնել արևային կայանների գործածմանը, Italsolar-ը ունի լավագույն առաջարկը։ Արևային մարտկոցներ, սա հրաշալի առաջարկ է, որովհետև սա նշանակում է, որ դուք ձեռք եք բերում էներգետիկ անկախացում։ Տարածքում բոլորը կարող են հոսանքազրկում ունենալ բացի ձեզնից։ Italsolar-ն առաջարկ ունի ոչ միայն հաճախորդի, այլև գործընկեր կազմակերպությունների համար։ Այսուհետ դուք կարող եք մեծածախ ձեռք բերել արևային համակարգի անհրաժեշտ բաղադրիչներ, գրոված փոխակերպիչ, սանկետ վահանակ։ Մի խոսքով այն ամենը, ինչ ձեռք եք բերում արտերկրից, այսինքն դուք փոխարինում եք 3 ամիսը ընդամենը 1 ժամով, այնպես որ դիմեք Italsolar-ին զանգահարելով 8128։ Գանք քո ընտանիքին։ Դու նշեցիր, որ ինչ որ առումով գործունեությունդ պասիվացավ Մարթայի ծննդից հետո։ Ինչ փոխեց քո կյանքում մայրիկ դառնալը։ Սկզբում, երբ Մարտան ծնվեց, ինձ մոտ այնպեսի տպավորություն էր, որ ոչինչ էլ չի փոխվել։ Հետագայում, երբ գիտակցում ես, որ ծնող ես, գիտակցում ես պատասխանատվությունը, հասկանում ես, որ հատուկ ոչ մի բան չես անում, բայց լիքը բան է փոխվել քո կյանքում։ Եթե դու մինչ այդ կարող էիր նստել ատրակցիոններ, հա, ինչ որ խելագար, դու խուսափում ես արդեն։ Դու հասկանում ես, որ եթե դրանից առաջ կարա ինչ որ ռիսկի դիմեիր, դու չես անում այդ բաները։ Ինչ որ մի բան ասելուց առաջ լիքը մտածում ես, նոր արտահայտվում ես։ Ինչ որ մի քայլ անելուց առաջ առհասարակ ապրելը դառնում է դժվար, բայց հաճելի է։ Մարտան, որ նոր էր ծնվել, ես անընդհատ մտածում էի, այ մի քիչ էլ մեծանա, հոգսս կթեթևանա, մի քիչ էլ մեծանա, հոգսս կթեթևանա, այս շրջանն էլ անցնի, ատամների շրջանը անցնի, մի քիչ քայլի, մի քիչ էս։ Ընկերներից մեկի մաման ասեց, Անի ջան, վերջ, դու էլ հանգիստ չունես։ Ինչքան մեծանում եմ, ես հասկանում եմ, որ այո, ես հանգիստ չունեմ, բայց այդ լավագույն անհանգստությունն է, որ կարող է պատճառել երեխան։ Երբ Մարտան ծնվեց, գործունեությունս ինչի մի քիչ պակասեց, որովհետև այդ ամբողջ ֆիզարցակուրդը ես 2 տարի գումարած 1 տարի, 3, ես օգտագործեցի, որ մնամ Մարտայի հետ եւ առավոտից մինչեւ գիշեր լինեմ Մարտայի կողքին։ Եվ 3 տարի հետո, որ ես փորձեցի վերադառնալ կյանք, ես հասկացա, որ լիքը բաներ հետ եմ սովորել ու շատ բաներ չեմ ուզում ու ես իմ կարծես կոմֆորտի դաշտը գտել էի Մարտայի հետ ու մինչև հիմա այդպես է, ես հետագայում ընտրեցի նենց աշխատանք, որ ես կարողանամ ինքս տնօրինել իմ աշխատանքը, որ կարողանամ մասնակցեմ Մարտայի կյանքին։ Հայտնիությունը, որին ժամանակին ձգտում էր, ինչ որ պահի արդեն դարձավ 10-րդական մի բան։ Հա։ Դառնում է 10-րդական, դառնում է ոչ կարևոր, որովհետև այնտեղ շատ ավելի կարևոր բան կա, այդ մարդուկն է, որը քեզնից ու սիրուց ծնվել է։ Մարթան քո եւ դերասան Ստեփան Ղամբարյանի աղջիկն է։ Դուք տարիներ շարունակ ամուսնացած եք ու շատերի համար գուցե անսպասելի էր ձեր բաժանության մասին լուրը, թեպետ լուրերը տարածվեցին շատ ավելի ուշ, քան բուն բաժանություններ տեղի ունեցել, եթե չեմ սխալվում։ Մի քիչ խառներ, այո, երևի, հա։ Ընտանիքում նման պետի գալը բավականին բարդ որոշում է։ Դու բավականին մեծ շրջափուլեր ես անցնում մինչև գաս այդ որոշմանը։ Քեզ համար ծանր էր նման որոշում կայացնելը։ Մի քիչ տարբեր է եղել մեզ մոտ բաժանումը։ Ու առհասարակ COVID-ը շատ ընտանիքներ ըստ ստատիստիկայի, հա, որ նայում ենք, շատ ընտանիքներ բաժանվեցին, շատերը միավորվեցին, ուրախություն բոլորիս ծնվեցին բալիկներ։ Մեր ընտանիքը միաժամանակ ապրելով մնալով տանը, հա, հիշում եք այդպիսի բան կար, մնա տանը։ Մնացինք տանը եւ ես տեսնում էի, թե ինչքան դժվար է Ստեփանին տրվում մնալ տանը։ Ինքը առհասարակ տենց շատ էր դրսում, շատ էր աշխատանքը դրսի հետ եւ եթե քնելը հանենք, կհաշվենք երևի մոտ 1 ժամ, որ ինքը տանն էր լինում, իսկ այս դեպքում պետք էր 24 ժամ մնալ տանը։ Այդ ժամանակ մեր հարաբերությունները մի քիչ լարվեցին եւ մենք դժվար շրջափուլ անցանք, ինչպես բոլոր ընտանիքները յուրովի։ Մենք յուրովի ուրիշ շրջափուլ անցանք Եվ այդ փուլից հետո որոշեցինք, որ ես պետք է
Մարտայի հետ առանձնանամ իմ տուն, որ մի քիչ հանգստանամ այդ գժանոցից հետո։ Եվ այդպես տարի մի քանի ամիս ես Մարտայի հետ ապրեցի մենակ, առանց Ստեփանի։ Համարվում էինք ընտանիք, ամուսնալուծված չէինք որպես այդպիսին։ Եվ այդ տարի ու մի քանի ամսվա ընթացքում անընդհատ իմ մտքում ինչպես փրկել ընտանիքը, ինչպես նորից վերականգնել հարաբերությունները, ինչպես Ստեփանին բերել ընտանիք կամ ես գուցե ինչ-որ բան սխալ եմ արել, որովհետև միակողմանի ոչինչ չի լինում։ Երկուսն էլ ունենում են իրենց մեղքի բաժինը։ Այսպես անընդհատ մտքեր էին, ինչպես անեմ, որ վերականգնեմ, ինչպես անեմ, որ փրկեմ ընտանիքը։ Երևի այս շրջանը կանցնի, լիքը բան կհասկանանք, ինքն էլ կհասկանա ու ամեն ինչ լավ կլինի։ Կստեմ, եթե ասեմ, որ չեմ մտածել ամուսնալուծվելու մասին այդ տարիներին, այդ ժամանակահատվածում, բայց ինձ համար մեծ պատասխանատվություն էր դա վերցնել իմ ուսերին, երեխայի առաջ, ծնողների, վերջո հենց Ստեփանի առաջ, եւ որովհետեւ 10 տարին քիչ չէր, որ մենք միասին ճանապարհ էինք անցել, այդ մեծ պատասխանատվությունից կարծես խուսափելով անընդհատ մտածում էի, չէ, ես չպետք է հանձնվեմ, այս ընտանիքը չպետք է հանձնվի եւ մենք պետք է պայքարենք, ոչինչ դժվար փուլ է, բայց այ հիմա արդեն կարող եմ ասել ի ուրախություն ինձ, Ստեփանը ամբողջ պատասխանատվությունը վերցրեց իր ուսերին եւ մի օր պարզապես գալով եւ հայտարարելով, որ ինքը էլ չի ուզում ապրել ընտանիքում եւ չի ուզում կրել ճակերտներում հավատարիմ ամուսնու դերը։ Բնականաբար ինձ համար այդ ժամանակ շատ կարծես հողը ոտքերից տակից փախներիս անընդհատ մտածում։ Հասկացա, որ ոչ մի իմ ձեռքերում չէ, պետք է ընդամենը ենթարկվել այդ պահի խաղի կանոններին եւ այդպես էլ եղավ։ Ու կարծես Ստեփանը ինքը որոշեց եւ իմ փոխարեն որոշեց եւ իր փոխարեն որոշեց, բայց հիմա ես հասկանում եմ, որ ինքը ամենալավ բանն է արել ինձ համար, ամենամեծ նվերն է արել, վերցնելով իր վրա այդ պատասխանատվությունը եւ ամուսնալուծվելով ինձնից։ Յուրաքանչյուր կնոջ համար ամեն դեպքում ցավը կրկնակի է դառնում, երբ տղամարդը գալիս է ու ասում է ես որոշում ունեմ, ես որոշել եմ բաժանվել։ Ինչքանով Ստեփանի այդ դիրքորոշումը հենց այդ պահին քեզ ավելի տապալեց ու խոցեց։ Այո, տապալեց շատ։ Բայց ես մեծացա։ Ես կարողացա իմ վրա վերցնել, իմ ուսերին կրել մեկ այլ պատասխանատվություն, արդեն մտածում էի ես մենակ ամեն դեպքում, ես մենակ եմ զբաղվելու երեխայի դաստիարակությամբ, մենք երկուսով ենք լինելու։ Ես երբևէ չեմ պատկերացրել ինձ ամուսնալուծված կնոջ դերում, որ իմանամ, օրինակ ոնց պիտի լինեմ։ Շատ բաներ այո խոցեց, այո տապալեց, այո ես տապալվեցի եւ այսպես sense էլի մոխրից կարողացա ոտքի կանգնել, սկսել զրոյից շատ բաներ։ Բայց ես շնորհակալ եմ Ստեփանին դրա համար, որովհետև այն ինքնուրույնությունը, որ հիմա ունեմ, չունեի ժամանակին։ Եվ այդ ինձ Ստեփանն է տվել իր այդ որոշմամբ։ Որովհետև մինչև այդ սովորեիր հենվել ընտանիքիդ վրա, հետո Ստեփանի վրա։ Անի, դու որպես կոսմետոլոգ վստահ եմ կգնահատես Life-Room-ի գործընկեր Seven Stars Spa կենտրոնի կոսմետոլոգիական ծառայությունները իսկապես շատ բարձր որակ են ապահովում, երբեմն հնարավոր է մարդկանց թվա գործընկերն է գովում է, բայց ես այնքան հիացած եմ իրենց։ Ամենուր խոսում եմ այդ մասին, որովհետև կոսմետոլոգիական շատ բարձր որակի ծառայություններ են մատուցում, համագործակցում են եվրոպական տարբեր բրենդերի հետ, պաշտոնական ներկայացուցիչներ են Հայաստանում, թե կոսմետոլոգներն են շատ պատրաստված, մշտապես վերապատրաստումներ են անցնում արտերկրում կամ արտերկրից Հայաստան եկած մասնագետների մոտ, թե խնամքի միջոցներն են շատ որակյալ, այնպես որ կարող ես օգտվել քո նվերից, վստահ եմ շատ գոհ ես մնալու։
Սիրով, ինքս լինելով կոսմետոլոգ, հիմա շատ մեծ ցանկություն եմ ունենում երբեմն պարկել, որ ինձ եւս խնամեն, այնպես որ կգնամ Seven Star եւ կվայելեմ։ Իմիջիայլոց այս դեպքում երբ որ պարկես դա նաև ռելաքս է լինելու, որովհետև այնպեսի մերսումով է ուղեկցվում խնամքը, որ ուղակի 1.5 ժամ հանգստանալու ես։ Հրաշալի է։ PDR դեմքի խորը խնամքը մեզ հնարավորություն է տալիս թիրախավորելու այն խնդիրը, որը մեզ ամենից շատ է անհանգստացնում, լինի կնճիռների հարթեցում, պիգմենտացիա, թե որևէ այլ խնդիր։ Թե կոնկրետ ինչ խնդիր կթիրախավորեք, ձեզ կօգնի որոշել Seven Stars-ի բժիշկ կոսմետոլոգը։ Իդեպ PDR-ի խորը խնամքն այս անգամ ինքս եմ իրականացնելու։ Seven Stars Spa կենտրոնում այս անգամ փորձելու եմ BDR գերմանական ապրանքանիշի Brighting ծրագիրը։ Մաշկի պիգմենտացիա կարծում եմ բոլորիս մոտ է առաջանում։ Ինձ մոտ ամռանն արևի ուղիղ ճառագայթների տակ մնալուց հետո նկատելի դարձավ որոշակի պիգմենտացիա, որից սակայն ազատվում եմ BDR-ի շնորհիվ։ Խնամքն իրականացվում է մի քանի փուլով։ Brighting ծրագիրը նախատեսված է մաշկի երանգը հարթեցնելու, մաշկը նուրբ շերտազատելու եւ պիգմենտային հետքերը աստիճանաբար բուժելու համար։ Պրոցեդուրան լիովին անցավ է եւ շատ հաճելի։ BDR-ի եզակի գործառույթներից մեկը փամփ մերսումն է, որը հյուսվածքներից հեռացնում է տոքսինները, այտուցվածությունը, բարելավում է արյան շրջանառությունը եւ նյութափոխանակությունը, արագացնում է վերականգնման եւ ապաքինման գործընթացներն ու ձգում մաշկը։ BDR-ը չունի վերականգնողական շրջան, այս խնամքը շատ զգուշորեն, բայց ճշգրիտ թիրախավորմամբ աշխատում է մաշկի վրա։ Խնամքի յուրաքանչյուր այցից հետո մաշկը միանգամից ձեռք է բերում առողջ փայլ, ձգվում է, իսկ պիգմենտացիան աստիճանաբար նվազում է։ Արդյունքին ավելի արագ հասնելու եւ հետագայում պիգմենտացիայի առաջացումը կանխելու համար Seven Stars-ն առաջարկում է օգտագործել BDR-ի տնային խնամքը։ Գերմանական BDR ապրանքանիշը եզակի է, քանի որ բացի խնամքի միջոցներից կիրառվում են նաև սարքի գլխիկներն ու լուսային թերապիան, որը բազմապատկում է կատարված խնամքի արդյունավետությունը։ Իդեպ ապրանքանիշի խնամքի միջոցներն աշխարհի տարբեր երկրներում վաճառվում են նաև դեղատներում շնորհիվ բուժական ազդեցության։ Հայաստանում BDR-ի միակ պաշտոնական ներկայացուցիչը Seven Stars Spa կենտրոնն է։ Որպես կանոն, կանայք երբ առաջին անգամ գնում են, նույնիսկ երբ ասում են, որ սա վերջնական է, դա լինում է ճիչ փոփոխության։ Տղամարդկանց մոտ մի փոքր ուրիշ է, բայց կանանց մոտ այդ առաջին վերջը դեռ վերջը չէ։ Ըստ էության դու ինչ որ առումով փոփոխություն էիր ուզում, որը ձեզ ավելի հեռացրեց իրարից։ Ես չգնացի, որովհետև ես ասեցի վերջ։ Մենք պարզապես մտածեցինք միասին, որոշեցինք, որ անին մի քիչ այդ խելագար շրջապտույտից հետո, այդ խելագար կովիդյան ներանձնային մենք մի քիչ խնդիր ունեցանք տանը հենց, դրանից հետո ես պիտի հանգստանամ, բայց ես կարծում եմ հավանաբար դա արդեն Ստեփանը մտածված է ինձ թույլ տվել, այո, որ ես ապրեմ առանձին։ Իհարկե եղել են ինձ մոտ այդպիսի պահեր, որ ասել եմ վերջ, ես իմ կյանքը չեմ ապրում, սա այն կյանքը չի, որը ես ուզում եմ ապրեմ։ Շատ հաճախ երբ ես ինձ նայել եմ այդ ընտանիքում կողքից կամ հետ հայացք եմ նետել, հասկացել եմ, որ սա այն կյանքը չի, որը ես ապրում եմ։ Ես մտածում եմ միշտ ես ուրիշի կյանքն եմ ապրում։ Անընդհատ նայում եմ ու մտածում եմ ես այս ամեն ինչին արժանի չեմ։ Ինչու՞։ Ես կարելի ասել մենակ էի ապրում։ Ստեփանը դժվար էր տուն գալիս ու ես անընդհատ արդարացնում էի իր վարքը, ես անընդհատ ինչ որ մեղավորներ էի փնտրում, անընդհատ սպասում էի, անընդհատ հույս ունեի, որ ինչ որ մի բան լավ կլինի։ Երևի այսօր ուշ եկա, վաղը մի քիչ շուտ կգա։ Որ այսօր գնաց, անընդհատ sense ինչ որ մտքերի մեջ էի։ Ուշ էր գալիս, որովհետև աշխատում էր ու պիտի աշխատեր։ Երևի մի քիչ սխալ է ես իր փոխարեն պատասխանեմ։
Ես կարող եմ ասել ես ինչպես եմ զգացել։ Գործը ընդամենը պատրվակ էր։ Ընդամենը։ Անի, դու փորձել ես վերլուծել, թե ինչպես է ստացվում, որ զույգը այդպես սիրահարված, ոգևորված, անդադար իրար է ձգտում է ժամանակը միասին անցկացնել, ու ինչ որ պահի այդ թելը կտրվում է այնպես, որ էլ չեն ուզում միասին ժամանակ անցկացնել։ Փորձել եմ, չեմ կարողացել գտնել, փորձել եմ վերլուծել, հասկանալ հայրենիք ինչն է պատճառը։ Գուցե մեր ասպարեզում շատերը միանգամից հայտնի են դառնում եւ չեն դիմանում այդ հայտնիության հոսքին, գուցե մեծ գումար են աշխատում եւ էլի ինչ որ կորցնում են իրենց հավանաբար, երկրպագուների բանակ են ձեռք բերում եւ մտածում են, որ իրենք արդեն ամեն ինչ կարող են անել, ես չգիտեմ, շատ են երևի կարծիքները եւ պատճառները, չեմ կարող ասել, գուցե ամբողջը միասին, գուցե պարզապես հետո մեծանում են եւ հասկանում են, որ չեն սիրել, կամ հեշտ է տրվում ամեն ինչ։ Դու ունեցել ես զգացողություն, որ Ստեփանը գուցե քեզ չի սիրել կամ չի սիրում այլև։ Այո, միայն այդ դեպքում եմ բաժանվում, եւ չի սիրել եւ չի սիրում, բայց ես չեմ կարող ասել, որ դա ի սկզբանե է եղել, ոչ, մեր աղջիկը ծնվել է սիրուց եւ ընտանիքը կազմվել է եւս սիրով, բայց ինձ մոտ այդպիսի զգացողություններ եղել են, որ այո, գուցե չի սիրում եւ չի սիրել։ Բաժանվելու պահին դու դեռ սիրում էիր։ Այո։ Ինձ շատ դժվար է տրվել բաժանվելը։ Շատ։ Իսկ ինչպես հաղթահարեցիր դա ու հաղթահարել ես արդյոք։ Այո, հաղթահարել եմ։ Ես հիմա երբ հետ եմ նայում, հետ հայացք եմ նետում եւ կողքից եմ նայում հարաբերություններին, ես ուրախանում եմ պարզապես, որ Ստեփանը որոշել է այդպիսի քայլ անել։ Իսկ ոնց դուրս եկա այդ ամեն ինչից, քանի որ ապրում էի Մարտայի հետ, մենք երկուսով միասին ենք ապրում, ես անընդհատ ինչ որ արհեստական փորձում եմ այնպես անել, որ ինքը չտեսնի, որ ես տխուր եմ, որ մաման շատ մենակ մնում եւ այլն, չնայած որ միշտ փորձել եմ ինձ այսպես ամուր պահել։ Օրերից մի օր եկա տուն, Մարտան տեսնեմ սուրճի սեղան է դրել ինձ համար, այդ իր փոքրիկ թաթիկներով կտրել էր ինձ համար միրգ, միացրել էր գազի եւ սուրճ էր դրել, ճիշտ է այդ պահին մայրական բնազդես միացավ, որ ինչպես ես կտրել միրգը առանց քեզ վնասելու, գազը միացրել ես, բավոր հանկարծ, բավոր, հետո ասեցի անի մի րոպե, գուցե վայելես այս երջանկության պահը, որովհետև սա բացարձակ երջանկություն է, երբ գալիս ես տեսնում ես, որ աղջիկդ քեզ համար սուրճի սեղան է դրել, այդպես ինձ մի պահ նստեցի, հասկացա, որ ինքը իրեն չի վնասել, փառք Աստծո ամեն ինչ նորմալ է, գրկեցի Մարտային, վայելեցի այդ երջանկությունը ու իր աչքերում տեսա այդ խնդրանքը ինձ, որ մամի տխրի, ու այլևս ինձ թույլ չտվեցի լինել տխուր, լինել մտահոգ, ընդունեցի կյանքը այնպիսին ինչպիսին կար, ու իրեն խոստացա, որ մեր փոքր ընտանիքը, որը բաղկացած է ինձնից եւ իրենից, միշտ ուրախ ու սիրով կլինի։ Մարտան քանի տարեկան էր այդ ժամանակ։ Մարտան 9։ Մարտայի ու Ստեփանի հարաբերությունները ինչպես ձևավորվեցին ու արդյոք ընտանիքից հեռու լինելը չազդեց հայր ու դուստր հարաբերությունների վրա։ Մենք ի վերջո զրուցեցինք միասին Ստեփանի հետ մինչև գնալը արդարադատության նախարարություն դիմում գրելը։ Ստեփանը խոստացավ, որ Մարտայի կյանքում, քանի որ ինձ համար դա շատ կարևոր էր, Մարտայի կյանքում ոչ չի փոխվի ոչինչ, այսինքն միայն այն, որ ես չեմ ապրում մի հարկի տակ, բայց ես իր ամբողջ կյանքի մեջ ներգրաված կլինեմ։ Ստեփանը չստեց, մինչև հիմա իրենք շատ լավ միասին շփվում են։ Ստեփանը ներգրաված է Մարտայի կյանքում,
գնում է, մնում է իր տանը կամ գնում են ինչ որ տեղ, գնում է Ստեփանի նկարահանման հրապարակ, իրենք շատ լավ շփվում են իրար հետ, կարծես ոչինչ չի փոխվել իրենց կյանքում։ Ես շատ ուրախ կլինեմ, որ այդպես լինի։ Անի Life-room-ի գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկայի կողմից քեզ նվեր քարտ իմպլանտումը տարիներ շարունակ եղել է Հայաստանի առաջատար ստոմատոլոգիական կենտրոններից մեկը։ Հիմա արդեն բացել է նաեւ էսթետիկ կլինիկան։ Ելենան նախկինում փոքրիկ սենյակում էր իր գործունեությունը ծավալում, հիմա ընդլայնված ծառայություններ ունի էսթետիկ կենտրոնում, այնպես որ կարող ես ընտրել ստոմատոլոգիա թե կոսմետոլոգիա, գնալ եւ օգտվել քո նվերից։ Սիրով, շատ շնորհակալ եմ, անպայման կայցելեմ։ Իմպլանտում ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան մշտապես համալրվում է ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներով եւ սա ապահովում է պացիենտների հարմարավետ սպասարկումը։ Ստոմատոլոգիական կենտրոնի ղեկավար բժիշկ Դավիթ Մաթևոսյանը մեզ կպատմի իմպլանտումի գործունեության մասին։ Ողջույն Դավիթ։ Ողջույն Ամալիա։ Իմպլանտումը համալրված է ստոմատոլոգիայի ոլորտում լավագույն տեխնոլոգիաներով, թեպետ առաջին հայացքից կլինիկան բավականին փոքրիկ է, բայց բավականին հագեցած ու համալրված կլինիկա է։ Ինչ սարքավորումներ ունեք, որոնք շատ ավելի հեշտացնում են բուժառուների կյանքը։ Միշտ փորձում ենք նորագույն տեխնոլոգիաներ ունենալ եւ հնարավորինս արագ ներդնել մեր պրակտիկ աշխատանքի մեջ, ապավելու համար ավելի բարձր որակ մեր աշխատանքային պրակտիկայում։ Վերջերս մենք ձեռք բերեցինք շվեյցարական EMS ֆիրմայի ատամների մաքրման պրոֆիլակսիս մաստեր սարքը, որը որ հնարավորություն է տալիս աշխարհում իրեն նմանը չունեցող GBT պրոտոկոլով ատամնաքարերի մաքրման պրոցեդուրա իրականացնել։ Ինչու՞մն է կայանում այս սարքի եւ այդ GBT պրոտոկոլի առավելությունը, այն որ շվեյցարական մասնագետների կողմից ստեղծվել է հատուկ քայլերի հաջորդականություն ատամնաքարերի մաքրման, ինչպես նաեւ սարք, որը որ աշխատում է այդ ընկերության կողմից ստեղծված նյութերով, որը որ մաքսիմալ անվնաս է ատամնաքարերի մաքրման պրոցեդուրան դարձնում։ Մենք գիտենք, որ ատամնաքարերի մաքրման պրոցեդուրան պրոֆիլակտիկ միջոց է եւ մենք մեր բուժառուներին խորհուրդ ենք տալիս այդ մեթոդը անել ամեն 6 ամիսը մեկ, որպեսզի պաշտպանենք ատամները տարբեր տեսակի խնդիրներից, ատամնաքարերի առաջացումից, հետագայում նաեւ կարիես եւ մնացած այլ խնդիրներից, բայց ուզում եմ հատուկ նշել, որ երբ որ դա կատարվում է ոչ ճիշտ սարքերի եւ ոչ ճիշտ նյութերի օգնությամբ, հնարավոր է հենց այդ պրոցեդուրան պատճառ հանդիսանա, որպեսզի ատամները վնասվեն։ Ամեն դեպքում ձեզ մոտ հիմա ատամնաքարերի հեռացումը շարունակում է գործել երկու տարբերակով եւ նախկին տարբերակը, որը եղել է եւ նոր մեթոդով, թե միայն նոր մեթոդով եք աշխատում։ Մեզ մոտ այո, նախկին մեթոդը պահպանվում է եւ ասելով նախկին մեթոդ մի քիչ այդքան էլ ճիշտ չի ասել նախկին, որտեվ դա այդ մեթոդը կիրառվում է եւ կկիրառվի դեռ երկար, ուղղակի այստեղ էությունը կայանում է նրանում, որ GBT պրոտոկոլը ինքը շատ ավելի իդեալականին հավասարացված մեթոդ է։ Մենք ուղղակի հնարավորություն ենք տալիս նաև ատամնաքարերի մաքրման պրոցեդուրայի ժամանակ մեր պացիենտներին ընտրել լավագույնը։ Նոր սարքավորումը ենթադրում է գնի փոփոխություն։ Փոքր գնային տարբերություն կա, ի հաշիվ նյութի արժեքի։ Վերջին սարքավորումներից մեկը, որը գրեթե 1 տարի առաջ եք ձեռք բերել, 3 shape սարքավորումն է, որը անհամեմատ ավելի հեշտացնում է չափս վերցնելու գործընթացը, որը բավականին տհաճ եւ վատ պրոցեդուրա է։ Բուժառուների արձագանքները հիմնականում ինչպիսին են։ Ներբերանային սկաները դա իրականում շատ մեծ հեղափոխություն իրականացրեց ստոմատոլոգիայում, երբ որ նման դիսկոմֆորտ պրոցեդուրա ամենաերևի չսիրած պրոցեդուրան էր մեր պացիենտների, հիմա դարձել է անհամեմատ ավելի հեշտ եւ անհամեմատ ավելի ճշգրիտ, քանի որ սա հնարավորություն է տալիս մեզ շատ ավելի հեշտ ճանապարհով պացիենտին առանց խոչընդոտներ կամ առանց անհարմարություն պատճառելով չափսեր վերցնել, ու ի հաշիվ նրա, որ այն ամբողջովին թվային տեխնոլոգիա է, ստանալ մաքսիմալ որակ, ինչպես նաև թվային տեխնոլոգիաներով չափսի վերցնելը մեզ հնարավորություն է տալիս աշխատելով Հայաստանում ընտրել տեխնիկական լաբորատորիաներ կամ տեխնիկներ, ովքեր որ աշխատում են աշխարհի տարբեր երկրներում, բայց տալիս են լավագույն որակ եւ
մեր բուժառուներին առաջարկել ընտրել լավագույն տեխնիկական լաբորատորիաները։ Որ երկրների հետ եք աշխատում։ Այս պահին մենք աշխատում ենք լաբորատորիաների հետ Հայաստանում, իհարկե, ինչպես նաև Դուբայում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Իսպանիայում եւ Մոսկվայում։ Սրանք ոճային տարբերություններ են ենթադրում, թե որակական տարբերություններ էլ կան։ Եվ ոճի, եւ որակի տարբերություն, այսինքն մենք կարողանում ենք առաջարկել մեր պացիենտներին լայն սպեկտր ատամնաշարի ձևերի, կախված թե մեր պացիենտը ինչ նախընտրություն ունի, որոշենք թե որ տեխնիկական լաբորատորիան կարող ենք իրեն առաջարկել։ Գնային առումով տարբերությունները եւս մեծ են։ Միանշանակ գնային առումով տարբերություններ կան եւ ընտրություն կայացնելիս արդեն պացիենտներ նաև գնային սանդղակներ են ներկայացվում։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Սա Ստեփանի երկրորդ ամուսնությունն էր, մինչև այդ նա ամուսնացած էր եղել պարուհի Նարա Հովանեսյանի հետ ու առաջին ամուսնությունից եւս բալիկ ունի։ Ես շատ ուրախացա իմանալով, որ Մարթան եւ քույրիկը հիմա ջերմ շփվում են։ Ինչպես կարողացաք գալ նրան, որ երկու քույր հաշտ հանգիստ շփվեն անկախ բոլոր խնդիրներից, որոնք կան մեծերի միջև, որովհետեւ դրանք մեծերի խնդիրներն են։ Որ ասեմ, մեր հարաբերությունները եղել են վատ կամ լավ, չեմ կարող որակում տալ։ Չեն եղել հարաբերություններ, այսինքն իմ եւ Նարայի մեջ ոչ մի տիպի հարաբերություն չի եղել։ Ստեփանը շարունակել է շփվել մեծ աղջկա հետ, բնականաբար այն ընթացքում, որ մենք ամուսնացած ենք եղել, իր կապը մեծ դստեր հետ եւս չի խախտվել ոչ մի անգամ։ Բայց իմ եւ Նարայի հարաբերությունները երբեք ոչ լավ են եղել, ոչ վատ, այսինքն մենք չենք ունեցել ոչ մի հարաբերություն։ Երբ Մարտան ծնվեց, ես մտածեցի, ես չգիտեմ, ես էլի երեխա կունենամ, թե ոչ, Նարան կունենա, թե ոչ, հիմա երկու քույր արդեն իրար ունեն։ Ես շատ կուզեմ, որ Մարտայի կյանքում Իրենը լինի հենց Մարտայի ծնված օրվանից, եւ այդպես էլ ստացվեց։ Երեխաները սկսեցին իրար հետ շփվել, Մարտան երբ նոր էր ծնվել, Իրենը սկսեց շփվել երեխայի հետ։ Ես այս մասին չեմ ուզի շատ խոսել, ինչու, որովհետեւ փորձում եմ կանացի սոլիդարություն պահել Նարայի հանդեպ, քանի որ գուցե ինքը ցանկություն չունենա այս մասին խոսել։ Հետևաբար ես կասեմ, որ ես Նարային շատ հարգում եմ, ինքը հրաշալի կին է, բացառիկ անձնավորություն։ Իրենին շատ սիրում եմ, քանի որ լավ երեխա է եւ Մարտեից քույրիկն է, եւ շատ ուրախ եմ, որ իրենք միասին ունեն ջերմ շփում անկախ մամայի, պապայի շփումից, իրենք երկուսով արդեն դարի սմարթֆոններով ամեն օր կապի մեջ են։ Առաջ շատ ավելի հաճախ էին հանդիպում, որովհետեւ շատ չէին այդքան դասերը։ Հիմա երկուսն էլ անընդհատ պարապմունքների ու դասերի մեջ են, գուցե մի քիչ այդ տետ-ա-տետ շփումը հանդիպումները պակասել են, բայց ամեն օրյա կապի մեջ են իրենք, որի համար ես միայն ուրախ եմ։ Հարգելով քո տեսակետը, շատ չխոսել այդ մասին, շատ կարևոր մի բանի մասին խոսեցիր, երբ ամեն դեպքում մեծերն էլ պետք է այնքան խոհեմ լինեն, որպեսզի երեխաների մեջ ճիշտ սեր ներդնեն իրար հանդեպ։ Այո, ես էլ Նարան էլ կարողացել ենք, Ստեփանը եւս կարողացել ենք երեխաների մեջ ներդնել են սերը, որ այսօր իրենք իրար հանդեպ ունեն։ Հետագայում արդեն իրենք կորոշեն, կպահեն հարաբերությունները թե ոչ, բայց ես վստահ եմ, որ իրենք շատ տենց լավ քույրիկներ են կան ու կլինեն։ Այս թեմայի հետ կապված մի հարց էլ կա, որը ինձ ինչ որ առումով նույնիսկ դիսկոմֆորտ է տալով, բայց քանի որ այդ քննարկումները ժամանակին շատ կային, շատ էր քննարկվում, որ Ստեփանի առաջին ամուսնության ավարտի պատճառը դու էիր։ Չէ, ես Ստեփանին հանդիպել եմ, երբ ինքը արդեն ամուսնալուծված էր, արդեն կարծեմ 1 թե 2 տարի։ Իրենը 2 կամ 3 տարեկան էր, որ մենք հանդիպել ենք, ծանոթացել ենք։ Ես առհասարակ նման խախուլ ընտանիքում օգտվել եւ քիթը խոթել, այդպիսի կանանց առհասարակ չեմ հասկանում, հետեւաբար չեմ կարծում, որ ես ինչ որ կապ ունենայի այդ ամեն ինչի հետ։ Դա իրենք արդեն 2 տարի է բաժանված էին։
Իսկ ձեր հարաբերությունների ավարտին երրորդ անձը խանգարեց, նպաստեց։ Կպաստեց։ Չեմ կարող ասել։ Գուցե։ Երևի։ Չգիտեմ։ Այդ թեման կարողացել ես բաց թողնել, որովհետև կնոջ համար շատ նուրբ կետ է ու նման դեպքերում կինը սկսում է իրեն զրոյից հավաքել, իրեն որոշել փոխել։ Ինչ որ տեղերում դու սկսում ես մտածել, իսկ միգուցե իմ մեջ ինչ որ մի բան այն չէ, արտաքինից սկսած ներքինից վերջացրած որոշում ես puzzle-ի պես հավաքել, հետո ինչ որ պահի հասկանում ես, որ չէ, խնդիրը դու չես, բայց մինչև գալ այդ կետին հասկանալու, որ խնդիրը դու չէիր, արդեն բավականին ներքին խարազանումների միջով ես անցնում։ Կարծես պատասխանեցիր իմ հարցին, ես եւս այդ ներքին խարազանումներն ունեցել եմ։ Անընդհատ մտածել եմ լավ ինչի իմ մեջ այն չէ, լավ ես ինչ չեմ արել, լավ հետո հասկացել եմ, որ խնդիրը ես չեմ։ Խնդիրը մարդն է, դիմացինն է, հավանաբար, որը եթե գտել է իր երամից մեկին, ապա ես միայն ուրախ եմ։ Որովհետև ես այդ երամից չէի։ Ես սխալ երամով էի չվում։ Դա իմը չէր։ Եվ եթե նա գտել է այլ մեկին, ես միայն ուրախ եմ։ Անի, ինչպեսին է հիմա քո կյանքը։ Փոխվեց ամեն բան, փոխվեց անձնական կյանքը, փոխվեց կենսակերպը, փոխվեց գործունեության դաշտը, դու որոշեցիր ավելի խորը զբաղվել կոսմետոլոգիայով։ Ինչպեսին է հիմա քո կյանքը։ Հրաշալի։ Ես երջանիկ կյանքով եմ ապրում, որտեղ պետք չի ինչ որ մեկը, որ դու քեզ երջանիկ ու բավարարված զգաս։ Դու այնքան ես քեզ հետ խոսում, քեզ հետ մենակ մնում, բանակցությունների մեջ մտնում, որ հասկանում ես, որ այս կյանքը առանց ինչ որ մեկի արդեն հետաքրքիր է։ Դու ունես քո աղջկան, դու ունես ծնողներ, ովքեր առողջ են, երջանիկ են քո կողքն են։ Եվ երջանիկ ապրում ես, ունես լավ աշխատանք։ Ես ինձ շատ բավարարված եմ զգում։ Ինձ լավ եմ զգում իմ այս կարգավիճակում։ Գիտես մի վտանգավոր բան կա, չգիտես ինչու շատ կանայք ամուսնալուծության այդ դժվարին փուլը անցնելուց հետո շատ ավելի ամուր են կանգնում ոտքերի վրա, շատ ավելի շատ են սկսում իրենց սիրել։ Ու ինչ որ առումով հոգեբանորեն ես շատ եմ փորձել վերլուծել, թե ինչու է այդպես։ Գուցե ինչ որ մի շրջան է, երբ փորձում ես մրցավազքի մեջ մտնել, փորձում ես մրցունակ լինել ու ինչ որտեղ սովորություն է դառնում ինքդ քեզ ավելի շատ ժամանակ հատկացնելը, հետևաբար ինքդ քեզ ավելի շատ սիրելը։ Բայց այ հետաքրքիր է քո տեսանկյունից։ Ինչ փոխվեց, որ դու հիմա ավելի երջանիկ ես, քան ենթադրենք տարիներ առաջ ամուսնական կյանքում։ Ես չեմ սպասում զուր տեղը։ Չեմ բատնում իմ էներգիան զուր տեղը։ Չսիրված չեմ։ Տարատեսակ մտքեր, որոնք ինձ հետ առնչություն չունեն, ինձ հանգիստ են տվել։ Այսպես կարող եմ շատ թվել։ Ամենաշատը չսիրված կին լինելու դրանից զատ, հա, այդ ինձ հետ դա կապ չուներ, այն ինչի մեջ ես ապրում էի։ Ու հիմա երբ ես դուրս եմ եկել դրանից, ես ինձ շատ լավ եմ զգում։ Ես նորից կարողացել եմ ինձ ստեղծել։ Ես նորից կարողացել եմ ինձ սիրել։ Ավելի շատ քան մինչև այս երբևէ։ Տարբեր են։ Այդ սերերը տարբեր են։ Ու ամեն տարի տարբեր է, ինչ որ անընդհատ ինչ որ նոր բան ալում։ Երեխայի ծնունդից հետո, ամուսնանալուց հետո, ամուսնալուծվելուց հետո, երբ դու ինքնուրույն ինչ որ բանի ես հասնում, ինչ որ բան ես անում դրանից հետո, անընդհատ տրանսֆորմացիաների է ենթարկվում այդ սերը ինքդ քո հանդեպ։ Բայց վտանգավոր բան կա, դու չպետք է դա դարձնես միակ նպատակը եւ ասես ես ինձ համար, չէ, ես գտնում եմ, որ այո, պետք է կողքին ունենալ տղամարդ, այո, պետք է էլի ընտանիք ունենալ,
Եվ ես կարծես օրինակ նաև պետք է ծառայեմ աղջկաս, ես չեմ ուզում ինքը մտածի, որ այ ուժեղ կինը դա շատ լավ է եւ ուժեղ կինը պետք է մենակ մնա, ոչ, կարող ես լինել ուժեղ, բայց կողքիդ ունենալ նաև քեզնից ուժեղ կամ, չգիտեմ, քեզ հավասար տղամարդ։ Ես ինչպես հասկացա, դու պատրաստ ես նոր հարաբերությունների, իսկ նոր հարաբերություններ հիմա արդեն ունես, թե դեռ ոչ։ Ոչ, չունեմ ու չեմ պատկերացնում ինչպիսին պետք է լինի։ Թվում է ես պատրաստ եմ այդ հարաբերություններին, բայց չգիտեմ ինչ պետք է լինի, որ լինեն այդ հարաբերությունները։ Հավանաբար կարևորը ցանկությունն է, պետք է տենց ուղարկես տիեզերք եւ մնացածը կլինի։ Բայց կարևորը որ ես անկախ այդ ամեն ինչից եմ ինձ երջանիկ ու լավ զգում։ Հատուկ շնորհակալություն Beauty Fabric-ին։ Մենք չենք վաճառում նյութեր, մենք վաճառում ենք երջանկություն, որովհետև կանայք այստեղ լուծում են իրենց փոքրիկ խնդիրները, դրանք լինեն կոմպլեքս, թե լինի առավելություն, որ ուզում են ավելի ցայտուն դարձնել, դիմահարդարումը հենց այդպիսի մի զենք է, որով կարող ես առանց ասելու, առանց շեշտելու մտնել տարածք ու արդեն բավականին շատ բան ասած լինես քո մասին։ Մարտա, ողջույն։ Ողջույն։ Ես շատ եմ ուզում քեզ հետ էլ խոսենք քո ու մամայի հարաբերությունների մասին, որովհետև մաման այնքան սիրուն դրվագ պատմեց, թե ինչպես ես դու ընկերուհու պես հոգ տարել մամայի մասին։ Դու արդեն 11 տարեկան ես, ինչպես սովորեցիր հոգ տանել մամայի մասին։ Ես 8 տարեկան էի, երբ մենք միայնակ սկսեցինք ապրել, իր հետ մոտիկացա, տենց ընկերություն սկսեցինք անել, ու ես տենց ժամանակի ընթացքում սովորեցի մամայի մասին հոգ տանել։ Ինքը շատ բարի ու հոգատար մարդուկ է։ Ինքը հոգատանում անգամ այն մասին, որ ես հանկարծ իր վրա ավել չբարկանամ, երբ օրինակ միջանցիկ քամի ենք ունենում տանը ու դուռը շատ արագ է փակ, շրխկացնելով է փակում, ինքը նորից բացում է, ասում է մամ դա ես չէի, դա քամին էր։ Հոգատար մարդ է ու այո, հավանաբար դա սկսեց այն տարիքից, երբ որ մենք սկսեցինք միասին ապրել, մեկս մյուսի մասին կարծես ավելի շատ սկսեցինք հոգ տանել, որովհետև այն ժամանակ տանը իր հայրն էր, տատիկն էր, այսպես ուշադրությունը շատ էր լինում համ իմ հանդեպ, համ իրա, ու մենք երկուսով մնալով կարծես սովորեցինք իրար մասին հոգ տանել։ Իսկ ինչպես եք սովորաբար անցկացնում ժամանակը։ Ես սկսում եմ բարել կամ երգել, մամային էլ հետս եմ կանչում, բարում է երգում է հետս, տենց հավես ժամանակ ենք անցկացնում կամ իրար հետ խաղեր ենք խաղում հավես։ Խենթ ընկերուհիներ եք, հա։ Հա, մենք միասին կարող է միացնենք երաժշտություն, սկսենք բարել, կարող է ինչ-որ ֆիլմ նայենք, լացենք։ Կամ օրինակ կարաոկեն միացնենք, երգենք, խաղեր կան տարբեր այլ կերպ, երգիր թե կարող ես հիմնականում այդպիսի երգեր ենք երգում, բարում, խաղում, դաս անում, այդտեղ հարաբերությունները մի փոքր լարվում են։ Չես սիրում դաս անել։ Ինչու։ Դե մայրենին ու մաթեմը տենց սիրում եմ, բայց որ պատմելա պետք այդ մասի չեմ սիրում։ Դες դու օրինակ վերեցիր դուրը շրխկացնելու պահը, որ անպայման ասում է, սա ես չէի։ Իսկ լինում են պահեր, երբ զայրանում ես եւ հենց էլ դու ես շրխկացնում։ Հիմա արդեն այո, այս տարիքում։ Ինչու՞։ Դե մեկ-մեկ որ նորվանանում եմ, որ դասերը որ բարդ են լինում, չի մտնում ուղեղս, տենց նորվանանում շրացնելով եմ թողում։ Անի, իսկ ինչպես ես վարվում նման դեպքերում, որովհետև երեխան եւ պետք է որպես անհատ մոտենալ, եւ պետք է որոշ տեղերում խստություն ցուցաբերել։ Բավականին շատ են կետերը իդեալական լինելու, բայց չգիտես ինչպես։ Դժվար եմ կարողանում խստություն անել, եթե անկեղծ, փորձում եմ ավելի շատ խոսել, բացատրել մեծ մարդու նման, խնդրել, ասել, որ ինչ հետևանքների կարող է բերել, օրինակ դաս չանել կամ այլ բաներ, բայց հիմա հասկանում եմ, որ երևի խստություն այն շատ խիստ լինելը երևի թե պետք է, որովհետև կարծես թե դեռ ոչ մի բան չի անցնում։ Խոսելը չի անցնում, համոզելը չի անցնում, խնդրելը չի անցնում, չնայած նրան ասում եմ, որ Մարտան շատ լսող,
հա, խելացի հասկացող երեխա է, այսինքն մտնում է քո իրավիճակի մեջ, փորձում է անել, բայց երբեմն իր ուշերից վեր է այդ ամեն ինչը։ Այնպես որ դեռ ելքեր ենք փնտրում, որ ճիշտն ասեմ, քանի որ մի քիչ հիմա էլ ինչպես մեր ազատ խոսքի ժամանակ նշեցիր, որ ժամանակին 6-րդ դասարանի երեխաները 13 տարեկան էին, հիմա 11 տարեկանները արդեն 6-րդ դասարան են, հետևաբար շատ բաներ իրենց դժվար է տրվում, քանի որ փոքր են։ Ես էլ եմ խառնաշ փոթի մեջ շատ դեպքերում չգիտեմ, տեղերկան չգիտեմ ինչպես վարվեմ, որն է ճիշտ։ Ինչ մասնագիտություն ես որոշել ընտրել։ Կամ դերասանուհի, կամ մամայի գործը շարունակեմ։ Հայրիկից ու մայրիկից հեռու չես գնում։ Բայց հայրիկի գործն է քեզ ավելի դուր գալիս, թե մայրիկի։ Երևի հայրիկի։ Իսկ հայրիկն ու մայրիկը ինչ կարծիք ունեն քո մասնագիտական ընտրության մասին։ Իրանք դեմ են որ դերասանուհի դառնալու։ Ինչու։ Կամ ասում են անկապ քո աշխատեն։ Չեմ կտրելու սա։ Երբ ասում են ուզում ես որևէ բան իմանալ, կանիքից խոսեցրու երեխաներին։ Որովհետև մայրիկը ունենալով կուլտուրայի ֆակուլտետի կրթություն, ռեժիսորի այսօր զբաղվում է կասպիտալոգիայով, հայրիկն էլ չունի ազատ ժամանակ, հետևաբար երևի չենք ուզում, որ ինքը նման ծանր գրաֆիկով, իրականում դերասանի եւ երգչուհու եւ առհասարակ արվեստի մարդու աշխատանքը շատ բարդ է, առանց ժամի, առանց գրաֆիկի, հետևաբար օրինակ ես իր համար կուզեի տենց ավելի համակարգված աշխատանք։ Տես, բայց այստեղ բանալի բառը ես իր համար կուզեին էր ամեն դեպքում, երբ օրինակ հերթը հասնում է ընտրությանը, պարտադրում եք դու եւ Ստեփանը ձեր կարծիքը, թե թողնում եք ազատ։ Չէ, ես չեմ պարտադրում, կարծում եմ հայրը եւս, բայց կարծում եմ մենք նաև նրա համար ենք իր կողքին, որ կարողանանք ճիշտ կողմնորոշել իրեն, թե ինչ մասնագիտություն ընտրի եւ առհասարակ, հա, կողմնորոշման հարցում, քանի որ անչափահաս է, փոքր է, կյանքի փորձ չունի, բայց մենք ինչի համար ենք իր կողքը, բայց ավելի շատ լսում եմ իրեն, քան ինչ որ բաներ պարտադրում եմ։ Մարտա, իսկ քույրիկի Իրենի հետ ինչի մասին եք խոսում, ինչպես եք իրար հետ ժամանակ անցկացնում։ Օրինակ կարող է որ ինքը գալիս է տատիկի տանը մնում ենք երկուսով, կարող է երկուներ իջնենք բակ, հետո գանք, հավես ունենանք, տենց հավեսային խոհանոցային բաներ պատրաստել, տենց հետո նստել իրար հետ ուտել։ Քույրիկը քեզնից մեծ է 6 տարի, հիմա այն փուլն է, երբ հետաքրքրությունները կտրուկ տարբերվում են, որովհետև ինքը արդեն 17 տարեկան է, դու դեռ դպրոցում ես, այս փուլում ինչ որ առումով զգում ես հետաքրքրությունների տարբերություն, թե չէ։ Ինձ թվում է չէ։ Բայց մի ընթացք կար, դե ծննդյան տոներին միասին էին լինում ու արդեն այն որ Իրենը մեծ էր, Մարտան փոքր, Մարտայի ընկերուհիները փոքր էին, Իրենը մեծ էր, ասենց ինչ որ տարբերությունը նկատվում էր, ինքը գուցե դա չզգա, բայց կարծում եմ Իրենը զգացել է, որովհետև Մարտայի այդ տարիների ընկերուհիների հետ կարծես չէր կարողանում լավ մերվեր, որովհետև ինքը մեծ էր։ Հիմա երևի այս ընթացքում հավասարվել են իրար։ Իրենք կարողանում են ինչ-որ ձև այդ միջինը գտնել էլի ու կանգ են առնում այդ միջին տարիքի վրա։ Մարտա, իսկ դու մամային պատմում ես քեզ հետ կատարվող ամեն բան։ Հա, պատմում եմ։ Ես հիմնականում ես եմ իրեն բերում բանակցությունների դաշտ, հիմնական որ գալիս է տոն, անընդհատ ասում եմ պատմի տեսնեմ ինչ կար դպրոցում, ինչպես անցավ, ինչ է կարել ու ինքը պես արագ-արագ սկսում է պատմել ինչ է եղել, մեկ էլ հասկանում եմ որ չէ, վերջ արդեն առանձնացավ, հատկապես այս տարիքում առաջ ավելի շատ էր կիսվում, առաջ ավելի շատ էինք խոսում, հիմա արդեն տենց հեռախոսը կամ տենց պայուսակը վերցնում ու տենց շատ Դու սրտում ես դրան։ Սենյակ։ Հա, որովհետև այդպես մեկ-մեկ ասում եմ, դե քոնե արի նստի, հետո հիշում եմ մամայիս, որ երբ ես էի տենց գալիս ու գնում սենյակ, առանց նստելու, խոսելու, մաման այդ ժամանակ ասում էր, դե գոնե շփվենք,
մի քիչ նստի մեզ հետ, մեզնից էլ հետաքրքրվի։ Հասկանում եմ, որ գուցե սերունդների այդպես տարբերություններ եւ նորմալ է, բայց այդ միևնույն է, իրեն փորձում եմ բերել իմ դաշտ։ Իսկ դու հայրիկին էլ ես պատմում քեզ հետ տեղի ունեցող իրադարձությունների մասին, թե մայրիկին ես ամեն օր տեսնում, բացի այդ մամա աղջիկ կապը մի քիչ ուրիշ է ու մամային ես պատմում։ Երևի մենակ մամային եմ պատմում, տենց մամա աղջիկ կապը ուրիշ է։ Բաներ կան, որ պապան օրինակ չի հասկանա։ Դրանից տեղանալու բան չկա, դրանք կանացի հարցեր են, որ այո, մեր աղջիկներն են իրար հասկանում։ Իսկ դու իր այս տարիքում տեսնում ու հիշում ես նաև քեզ, թե դուք շատ տարբեր եք իրականում։ Որ ասեմ շատ տարբեր ենք, չէ, բայց ոչ էլ նման ենք։ Ոչ շատ տարբեր ենք, ոչ էլ նման ենք։ Ես այսպեսին չեմ եղել, որովհետև հեռախոս չեմ ունեցել, երևի։ Այդ մեր ամենացավոտ թեման է։ Անընդհատ մտածում եմ, որ պետք է զրկել հեռախոսից, պետք է ինչ-որ, բայց հետո այդ մեթոդներին մի քիչ դեմ եմ ինքս, ավելի շատ մարդուն սիրում եմ, որ ազատ թողնես եւ բացատրես ու մարդը հասկանա։ Դեռ այդ փուլում եմ, որ մտածում եմ կհասկանա մի օր, բայց երևի մի քիչ տարբեր եմ եղել։ Ես ավելի չխոսքան էի, քան հիմա թվում է ինքը շատ չխոսքան է, բայց հակառակ ինքը գալիս ամեն ինչ պատմում է, ես այդպես չեմ եղել, ես ավելի պարփակված եմ եղել, ես շատ այդպես ընկերուհիներ չեմ ունեցել այդ տարիքում, հիմնականում դպրոց, գրքեր, դասեր, տուն, դաշնամուր, իսկ Մարտան ավելի արդեն այսպես ընկերական շրջապատ, արդեն զգացվում է, որ այ հիմիկվանից այդ ընկերուհիները իր հետ կմեծանան եւ հաստատ շարունակական կլինի իրենց կապը, որովհետեւ քույրերի պես են։ Այսպես ես այդքան բաց ու ազատ չեմ եղել իր տարիքում։ Մարտա, իսկ դու փորձում ես նմանվել մայրիկին։ Հա, օրինակ շատ էմոցիոնալ չլինեմ, որովհետև ամեն մի բանից սիրտս լցվում է, տենց աչքերս լցվում է ու սկսում լացել։ Մաման քիչ էմոցիոնալ է, էլի մաման ավելի ռեալիստ է։ Մաման քիչ էմոցիոնալ է, թե մաման քիչ է ցույց տալիս։ Քիչ է ցույց տալիս, այո։ Ես ինքը ավելի, այո, դրվում է էմոցիաներին, ինքը կարող է փոքր բանից լաց լինել, ես միշտ այդ զսպողակն եմ, որ Մարտա հավաքի քեզ։ Հա, որովհետև ես ավելի քիչ եմ ցույց տալիս կամ ինչպես նշեցի այդ տարիների ընթացքում, որ մեծացա, երևի պատճառը դա է, որ կարողանում եմ կառավարել էմոցիաներս։ Մարտա, բայց այդ դեպքերում, երբ մաման ասում է Մարտա հավաքիր քեզ, դա քեզ զգոնացնում է, թե հակառակ այդ պահին ուզում ես, որ մաման քեզ այդպես չասի։ Երևի զգոնացնում է։ Սկսում հանգստանալ ու մամային գրկել։ Ես ուզում եմ միշտ այդպես իրար գրկելով առաջ գնաք, անկախ տարիքից, անկախ ամեն ինչից, որովհետև այդ մամային գրկելը ամենակարևոր բանն է, որ մենք ունենք այս կյանքում։ Շնորհակալ եմ, որ դու ինձ հարցազրույց տվեցիր։ Մենք ենք շնորհակալ։ Իր առաջին հարցազրույցն է, հա։ Ինքը շատ մեծ պատասխանատվությամբ էր գալիս այստեղ։ Ամեն անգամ ասում էր, չեմ համբերում, ինչ պետք է խոսեմ, ինչ պետք է ասեմ։ Անի, իսկ ինչու կոսմետոլոգիա։ Ինչ կապ ուներ դա երգի հաղորդավարության հետ։ Լավ հարց էր։ Քանի որ ես անընդհատ աշխատանքի ու զբաղված գրաֆիկով եմ եղել միշտ, մի ընթացք կար, որ ունեի ազատ ժամանակ, այդ մարտից հետո էր։ Ունեի ազատ ժամանակ եւ մի փոքր ֆինանս ու մտածում էի, որտեղ ես սա ներդնեմ, ինչ կարող եմ անել։ Տարբեր բաներ մտածեցի, անգամ գնացի տուրիստական որևէ գործակալություն, հիշում եմ, որ այն ժամանակ դասեր էին անցնում, ինչպես կարող ես սովորել եւ աշխատել նույն տուրիստականում։ Հետո նայեցի, դա այդքան էլ դուրս չեկավ։ Այդպես տարբեր բյութի ոլորտում տարբեր բաներ մտածեցի, ինչ կարող եմ անել, ի վերջո հանգեցի կոսմետոլոգիայի, որովհետև կանացիության, գեղեցկության, էսթետիկայի հետ շատ մեծ կապ ունի եւ ինձ դա շատ գրավեց։ Առանց շատ երկար մտածելու գնացի սովորելու։ Այդ ժամանակ մտածում էի, օրինակ, եթե ես ինչ-որ մի առիթով հայտնվեմ, ենթադրենք Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ Ռուսաստանի Դաշնությունում, այս կյանքն ինձ տարօրինակ է, էլի, ամեն ինչ կարող է լինել։
ես ինչ պետք է անեմ իմ դերասանի վարպետությամբ կամ իմ երգարվեստով ու մտածեցի, որ եթե սովորեմ մի այլ մասնագիտություն, որը ինձ հետագայում կօգնի, ես կարող եմ դա օգտագործել։ Ես չէի մտածում, որ դա կարող եմ անել Հայաստանում, որովհետև լրիվ այլ գործունեություն էի ծավալում մինչ այդ։ Ու այնպես ստացվեց, որ դասերն անցնելուց հետո բժշկական կենտրոններից մեկում Անուշը Բադալյանի իմ ընկերներից ասեց, որ աշխատանք կա բժշկական կենտրոնում, կարող եմ ցանկություն ունենաս։ Ու մտածեցի, ինչու ոչ։ Եթե գործնական առաջարկ կա, ինչու ոչ։ Գնացի ու այդպես մեկը մյուսի հետևից կարծես ստացվեց։ Այսօր եւս աշխատում եմ բժշկական կենտրոնում։ Կոսմետոլոգիան շատ հետաքրքիր մասնագիտություն է։ Ինքը անընդհատ սովորելու բան ունես։ Մաշկի հետ ես աշխատում, ինչպես որ մարդն է ինդիվիդուալ մաշկը եւս։ Ոլորտն է շատ հետաքրքիր ու ինձ շատ դուր է գալիս։ Փորձում եմ համատեղել։ Ըստ էության այն բոհեմյան կյանքը, որը վերագրվում է դերասաններին, երգիչներին, ժամանակին Հայաստանում կար, որից հոգնեցիր։ Կար, բայց ես չհասցրեցի հոգնել։ Կարծես այդքան էլ ինձ հետ չառնչվեց։ Ավելի շատ իմ ընկերների այդ ժամանակ, օրինակ, որ գնում էինք համերգների, այն ժամանակ Արսեն Սաֆարյան, Անդրե, Սյուզան Մարգարյան, իրենց շուրջ շատ էր այդ բոհեմը, եւ ես համեմատած երիտասարդ ժամանակահատվածի երգչուհի էի, այդքան չեմ առնչվել այդ բոհեմի հետ։ Բայց կարծես մեջն եմ եղել, չհասցրեցի հոգնել, բայց այն, որ այսօր քիչ է դա, համարյա չկա, կարող եմ ասել, համեմատելով 2000-ականների հետ, ու չգիտեմ, լավ է թե վատ։ Չնայած աղջկաս սերնդակիցները շատ հաճախ ունենում են այդպես գումիրներ, որ այդպես մամ ես ինչը գալիս է, կարող է տոմս վերցնես, մամ ինչ որ միտեղ ֆիլմի պրեմիերա է, կարող եմ գնալ կանգնել նայել, այսինքն ինքը եւս տենց ընկերուհիների հետ կարծես տենց նոր սերունդը եւս էլի ունի այդ գումիրներ ստեղծելու, չնայած ինձ թվում է ամեն սերունդ էլ ունի։ Ուղղակի երևի թե ժամանակին հետաքրքրությունները մի փոքր ավելի քիչ էին ու նույն հայտնի մարդուն տեսնելը շատ ավելի մեծ իրադարձություն էր մարդկանց կյանքում, բացի այդ ամեն դեպքում հատկապես Instagram-ի շնորհիվ, երբ հայտնի մարդիկ շատ ավելի հասարակ են դառնում լսարանի համար, այսինքն դու կարող ես այսօր քո սիրելի հայտնի մարդուն տեսնել սնվելով խոսելիս, հաջորդ վարքյանին փողոցում տեսնես, այն բումը չի լինի, ինչ տարիներ առաջ տեսնելիս էր լինում։ Այո, հիմնականում Instagram, Facebook-ում, քանի որ շատ ակտիվ են, Մարտան եւս օրինակ հետևում է շատ աստղերի ու ինքը կարող է ինձ ինչ որ բաներ ուղարկել, մամնայի երեխային տարել է, այսինքն մենք էլ կարող ենք գնալ, որ իրան տեսնենք։ Այո, կարող ենք գնալ։ Եվ այդպես առաջ չկար այդպիսի բան։ Դու չէիր կարող տեսնել որտեղ է քո սիրելի երգիչը եւ գնայր այնտեղ իրեն մոտիկից տեսներ։ Հիմա ես չգիտեմ լավ է թե վատ, բայց կարոտ ունես։ Այո։ Իսկ հիմա տես օրինակ համերգային ծրագիր նախատեսում ես, բայց նոր երգեր նախատեսում ես, թե խոսքային մասին է, թե դու ինչ ես արել ժամանակին եւ հիմա կարող ես ինչ-որ նոստալգիկ երեկո ունենալ։ Նոր երգեր, բոլոր ժողովրդական ոճի երգեր են, այն ինչ որ կատարում եմ, հին երգեր են, այսինքն իմ հին երգերը չեն, դրանք ժողովրդական երգեր են։ Իմ երգերից չեմ երգում ոչ մի բան այդ համերգին, որտես այդ էջը փակած լինեմ։ Ինձ մոտ այդպիսի տպավորություն է, որ այդ երգերի այդ ամեն ինչի էջը, անգամ մի երգ ունեի, նորից կոչվում էր։ Այդ երգը սիրով նվիրեցի Աննային Խաչատրյան, շատերը մտածում են ես եմ Աննայից պլագիատ արել, ես եմ երգել Աննա Խաչատրյանի երգը, բայց տարիներ առաջ ես շատ սիրով նվիրեցի Աննային Խաչատրյան, ասացի ես շատ ուրախ կլինեմ, որ այս երգը ապրի, ու ապրում է այդ երգը ինձնից անկախ։ Դու ինչ որ առումով քո հնարավորությունները թերագնահատեցիր։ Ես միշտ այլ թերագնահատում։ Ինչու։ Չեմ կարող ասել։
Իսկ արդյոք մենք չենք գալիս այստեղ զրույցի մեր սկզբնական կետին, որ երբ այդ ամիրյան ազգանունը քեզ համար կանաչ քարտ էր, դա նաև ինչ որտեղ կոմպլեքս էր հանդիսանում, որ տես խոսքս հպարտանալու մասին չէ։ Ես էլ կուզեի Արմեն Ամիրյանի մորիխները լիներ, հպարտություն է նման մարդ ունենալ քո ընտանիքում, բայց եւ սարսափելի դժվար է այդ ամեն ինչի մեջ եւ քեզ եւ աշխարհին ապացուցել, որ այնինչ ներկայացնում ես դու ես, քո ընտանիքը չէ։ Գուցե կա տենց բան, այո։ Գուցե եղել է իմ խորը ենթագիտակցության մեջ, որը ես գուցե չեմ խոստովանել, գուցե ինքս ինձ էլի։ Գուցե եղել է այդ, բայց ես անընդհատ ինձ թվում է, որ ես ինչ-որ մի բան անում եմ, սխալ եմ անում։ Պետք է ավելի լավ անեմ։ Օրինակ հիմա այս հարցազրույցից հետո կարող եմ մտածեմ, ես կարող եի ավելի լավ խոսել, բայց այստեղ կարող է այսպես ասել, այնպես ասել։ Չգիտեմ, երբեմն դա կարող վերածվի ինքնախարազանության։ Ես երբեմն կարող եմ այդպես անել, էլի։ Իսկ դա միշտ է այդպես եղել, թե այս վերջին տարիներին է ձևավորվել քո մեջ։ Միշտ։ Օրինակ ժամանակին, երբ ես պետքա բեմ դուրս գայի, թե հագուստս պետք է անպայման շատ ցենց ամեն օր հագնեի, նայեի աչից, ցախից, վերևից ներքև, ոնց է իմ վրա նստում, բան։ Հետո ինչ որ երգելը, հա, անընդհատ ցենց երգում եմ, ասում եմ, բայց կարող եմ ավելի լավ, բայց կարող եմ ավելի լավ հագուստ հագնել, կարող եմ ավելի լավ խոսել։ Դա միշտ եղել է։ Մի ընթացք հիշում եմ այդ տարիներին, որ ես հոգնել էի պարզապես անընդհատ իմ լավագույն ավելի լավ տարբերակը փնտրելուց։ Ես անընդհատ մտածում եի, լավ, օրինակ ես սա արեցի, բայց ախր կարող եմ, ասում եմ, անի բավական է։ Ինչ որ պահի ուղղակի վայելես։ Հա, ինչպես նաև որ մտատուն ու Մարտան ինձ համար սուրճ էր դրել, ես մի անգամից մտածեցի, վայ, հանկարծ մատը չի կտրել, հանկարծ գազը ճիշտ է վառել, չեմ կարողանում թուլանամ եւ օրինակ հիմա ես գիտեմ, որ այս հարցազրույցը, որ ես նայեմ, ես մտածելու եմ, վայ, ինչ են գրելու տակը, վայ, կարող էի ավելի լավ խոսել, վայ, կարող սխալ հասկացան, վայ, անընդհատ ինչ որ կարողաների մեջ եմ։ Բայց խնդիրը ոչ թե հարցազրույցն է, այլ ցանկացած երևույթ։ Ցանկացած բան։ Անկամ այցելուի հետ, երբ ես իմ այդ կոսմետոլոգիայի կաբինետում խոսում եմ, անընդհատ մտածում եմ, որ տեսնես ճիշտ տեղին հասցրեցի, ինչ եմ ես ուզում ասել։ Բայց բոլորը կարծես թե նորմալ հասկանում են, ինչ նորմալ է, ես միշտ իմ հանդեպ շատ մեծ դրական էներգիայի հոսք եմ զգացել։ Ես չեմ ունեցել այդ բացասականը շատ չգիտեմ ինչից է գալիս։ Գուցե հոգեբանի հետ հոգեբերության արդյունքում հասկանամ մի օր։ Անի իմիջիալոց մենք խոսում ենք ժամանակին ինչքան սուղային տարբերակներ, ինչ որ բաներ, թեկուզ իմանալու, հայտնի մարդկանց կյանքն էլ ինչ որ հնարավոր է որևէ լուր հայտնվեր ու մարդիկ այդպես էլ չիմանային, դա այդպես է, թե այդպես չի, հիմա դա էլ փոխվել է, որովհետև մարդիկ այսպես ուղիղ խոսում են, մեկնաբանում են ու արդեն առաջին դեմքով մարդիկ իմանում են ինչ որ իրադարձությունների մասին։ Հիմա նոստալգիկ բում եմ անելու։ Շատերը գուցե հիշում են, շատերն էլ գուցե չեն հիշում, բայց ժամանակին դու եւ Ավետ Բարսեղյանը հանդիպում էիք ու սիրավեպ էր, որի մասին բոլորը խոսում էին, բայց հաստատում չէր լինում։ Այսինքն դուք ուղիղ երբևէ չեք խոսել այն մասին, որ հանդիպում եք։ Ինչու եք այդ ժամանակ թաքցնում ամեն բան։ Ասում եմ, այն թվերին առհասարակ այդպիսի բան կա, չէ, բոլորի բախտը բերել այնքանով, որ չի եղել ինտերնետ, որ ամեն ինչ չեն գրել, եւ մենք էլ այդ շարքում ենք եղել։ Ավետի հետ գուցե չենք ասել կամ չենք շատ խոստովանել, որովհետեւ մենք ի սկզբանե մեր հիմքը եղել է ընկերությունը։ Մենք այդ հանդիպումներից շատ լավ ընկերներ էինք եղել եւ մինչեւ հիմա մնում ենք։ Բայց այո, եղել է Սիրավեպ, որը վերածեց ընկերության ու ես հիմա Անիի հետ, Ավետի կնոջ շատ մտերիմ եմ իրենց ընտանիքի, Լուսեին եմ շատ սիրում ու մեր մեջ չկա այդպիսի բան, որ չգիտեմ, խոսենք, չխոսենք, տարաձայնություններ, բայց թե ժամանակին ինչի չենք խոսել, հավանաբար փոքր ենք եղել կամ ինչ-որ չենք ուզել ինչ-որ շատ բան իմանալ կամ ինտրիգ ենք գուցե փորձել ստեղծել
Բայց հիմքում միշտ ընկած է եղել ընկերությունը եւ շատ ուրախ եմ, որ դա պահպանվեց։ Ահվետը այնքան լուսավոր մարդ է, որ իսկապես շատ լավ է իրպես լավ ընկեր ունենալը։ Այո, ես շնորհակալ եմ։ Գիտես, երբեմն սիրավեպից հետո, այդ զգացողություններից հետո ընկերություն անել ուղղակի հնարավոր չի լինում, որովհետև մնում է ներքին ինչ որ բացեր, տես, եթե սիրավեպը չի վերաճել ամուսնության, նշանակում է եղել են ինչ-ինչ խնդիրներ։ Ինչպես կարողացար այդ խնդիրները հաղթահարել, դրանք շրջանցել ու պահել ընկերությունը։ Մենակ ես չեմ արել դա եւ էլի կրկնվեմ, քանի որ ի սկզբանե եղել է ընկերություն, հետո է վերաճել սիրավեպի, չգիտեմ, կարող եմ դրան սիրավեպ անվանել, պարզապես ինչ որ sense համակրանք երևի։ Հետևաբար երևի երկուստեք կարողացել ենք դա պահպանել, այդ մենակ ինձնից չի։ Նաև ավետն է շատ խելացի կիրթ մոտեցել ու հասկացել, որ ամեն մեկս մեր ճանապարհներն ունենք անձնական, բայց միևնույն է այդ հիմքում ընկած ընկերությունը փորձել ենք ինչքան հնարավոր է պահել։ Անի, շնորհակալ եմ շատ մեր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Ամեն անգամ նայում եմ, գիտես, քո հաղորդումները շատ սիրում եմ, շատ նայում Մեծ եմ։ գնահատական է, որ դու նայում ես իմ հաղորդումները։ Ես մենակ չեմ, Մարտան ինձ հետ եւս շատ դեպքերում նայում ենք միասին եւ միշտ մտածել եմ, երբ գնամ կասեմ, որ դու կադրից շատ գեղեցիկ ես, շատ գրագետ, քո խոսքը շատ հաճելի է լսել։ Ես միշտ լսում եմ գիշերը ժամը 12-ից 1-ի ընկած հատվածում եւ այդպես դրական լիցքերով ընկղմվում եմ դեպի քուն։ Շնորհակալ եմ շատ։ Ինձ համար իսկապես կան մարդիկ, որոնց գնահատականը առանձին նշանակություն ունի։ Իհարկե յուրաքանչյուր դրական խոսքից ողջևորվում ես, բայց կան մարդիկ, որոնց իմ հաղորդումը դիտելը ինձ համար առանձին գնահատական է, որովհետև մարդիկ, որոնք որակ են, դիտելով իմ հաղորդումը, ինձ եւս մի ազդակ են տալիս, որ խոսքը որակի մասին է եւ երբեմն հնարավոր է շահարկումներ լինեն անձնական կյանքի մասին է, ես համարում եմ, որ իմ հաղորդումը հոգու մասին է, ոչ թե անձնական կյանքի, ու իմ որակյալ դիտողները եւս ինձ հուշում են, որ չէ, դա հոգու մասին է։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Իսկ դուք հետևեք Live Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։